Հղի կանանց, ծծկեր երեխա ունեցող կանանց դիպում են ընտրակաշարք բաժանել կամ ընտրակաշարքի տրաֆիկն են փորձում նրանց միջոցով իրականացնել։ Ես ուզում եմ հասկանալ մենք որպես պետություն, ներքին գործերի նախարարությունը, իրազեկման ակցիաների տեսանկյունից, թեկուզ նախաքննական փուլում, կանանց թեկուզ գործուն զղջալու միջոցով, որպեսզի նրանց համոզի, որ սիրելի կանայք, եկեք դուք համագործակցեք քննության հետ եւ ազատվեք պատասխանատվությունից, օրինակ, չգիտեմ, ձեզ այդ հանցագործությանը դրդած մարդկանց մասին տվեք ցուցմունքներ եւ ազատվեք պատասխանատվությունից։ Արդյոք այս առումով մենք համապատասխան քայլեր կատարում ենք, ու արդյոք մենք պատրաստ ենք այս նարկոկարտելներին բնորոշ գործելավոճից պաշտպանել մեր կանանց։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան, կարևոր հարցադրման համար։ Իրականում երկու հարթությունում է աշխատանքը ըստ էության դիտարկվում։ Առաջին իրավապահ համակարգի ռեակցիան այդպիսի դեպքերը բացահայտելու տրամաբանության մեջ, որովհետև պիտի ընդունենք, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել այնպիսի մի հանցագործություն, այնպիսի մի սխեմա, որը հատկապես եթե առնչվում է ընտրական process-ներում տարբեր հանցագործություններին, դրանք դուրս մնան մեր տեսադաշտից եւ տարբեր մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները պատրվակ դիտարկելով դրանք դիտարկենք եւ չգնանք դրանց հետևից, դա բացառում եմ ես ուղղակի, այս պայծրությամբ էլ ամբողջ իրավապահ համակարգը շատ հստակ գիտի, որ եթե կա հանցագործության դրվագ, հանցակազմի տարեր, դրանց հետևից մենք գնալու ենք մինչեւ վերջ, անկախ նրանից թե ում մասին խոսքը կլինի, եւ երկրորդը, այո, շատ հաճախ մենք նկատում ենք, որ խոցելի խմբերին օգտագործում են տարբեր հանցագործությունների կազմակերպման համար, կամ անչափահասներին, կամ երիտասարդներին, կամ կանանց, եւ այստեղ ես ուղղակի նաեւ այս ամբիոնից եմ ուզում կոչ անել բոլոր այն անձանց, ովքեր որ մոլորության մեջ գտնվելով ներգրավել են տարբեր հանցագործությունների կազմակերպմանը կամ դիտավորյալ ներգրավել են որևէ հանցագործության կազմակերպմանը, բայց կես ճանապարհից որոշել են հետ գալ եւ համագործակցել իրավապահ համակարգի հետ, իրավապահ համակարգը միշտ պատրաստ է տվյալ անձանց հետ հաղորդակցությունը շարունակելու, բնականաբար համապատասխան ցուցմունք պիտի լինի, փաստեր պիտի լինեն, որպեսզի պետությունը կարողանա նաեւ այս դեպքերում համապատասխան ռեակցիա տա այն գործիքակազմը, որը քրեական օրենսգիրքն ու քրեական դատավարության օրենսգրքերը նախատեսում են։ Բայց իրազեկման մասով համաձայն եմ, մենք շարունակելու ենք իրազեկման միջոցառումները, որպեսզի որևէ անձ, ով որ պարտադրված ներգրաված է որևէ process-ում, իմանա ընկալի, որ պետությունը տալիս է դուռը, հնարավորությունը ազատվելու այդ ամբողջ գործընթացից, բայց համապատասխան վարքագիծ է պետք իր կողմից այս տեսանկյունից։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։